Ողջույն, զգացիք ոնց թռավ ամառը։ 3 հունիսի 1-ն էր, արդեն օգոստոսի 24-ն է։ Մնացել է հաշված օրեր, որպեսզի մենք ավարտենք ամառը եւ մտնենք արդեն սեպտեմբեր։ Ես միշտ առաջարկում եմ ամփոփել տարին, ոչ թե տարին, այլ ցանկացած, եռամսյակ ամփոփել, հասկանալ ինչ սովորեցինք, ինչ ենք ցանկանում սովորել եւ արդեն հաջորդ եռամսյակը մտնել որոշակի հստակ to-do list-ով։ To-do list-ի մասին մանրամասն պատմել եմ հավելվածի մասին, վիդեոն կթողնեմ այստեղ, իսկ առհասարակ ինչա պետք անել, եկեք միասին պլանավորենք մեր սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները։ Առաջարկում եմ ամեն օր կարդալ գոնե մեկ էջ պարտադիր, կապ չունի, կկարդա գեղարվեստական, մասնագիտական, անպայման կարդացեք մեկ էջ։ Անպայման փորձեք սովորել մեկ նոր գիտելիք, մեկ նոր հմտություն, կապ չունի, շաբաթական կտրվածքով սովորեք մեկ նոր բան։ Դա կլինի գիտելիք, դա կլինի կրթություն, դա կլինի ուղղակի գործիք, արհեստ, արվեստ, կապ չունի։ Ուղղակի շաբաթը ավարտելուց հետո ասեք, դե լավ, այս շաբաթ էլ սա սովորեցի։ Սա բոլոր այն պլաններն են, որոնք ես ինքս ինձ եւ ձեզ միասին առաջարկում եմ ներդնել սեպտեմբերի 1-ից, իսկ մնացածի մասին արդեն կխոսենք իմեջում։ Մնացեք էջի հետ եւ արդեն ես էլ պետք է մյուս բլոգերների, հաղորդավարների նման խնդրեմ հետեւեք էջի, որովհետեւ նայում են շատերը, իսկ հետեւում են ընդամենը մի քանի հոգի։ Էնպես որ շնորհակալ եմ, որ հետեւելու եք էջին, իսկ ես կշարունակեմ պատմել հետաքրքիր գործիքների մասին։ Բոլորին լավ օր, հաջողություն։